Սիրելիներս, ուզում եմ պատմել մի երազ։ Երազս վերաբերում է մեր հավատին, մեր կրոնին, մեր եկեղեցուն։ Երբ խոսում ենք քրիստոնեության մասին, իհարկե պետք չի առանձնացնել ոչ ազգերին, ոչ ասել, որ օրինակ առաքելական եկեղեցին ճիշտ է, ուղղափառը սխալ է եւ այլն։ Որովհետեւ Տերը ինձ ամեն անգամ ցույց է տալիս, որ ամեն տեղել կան ճշմարիտ եւ ոչ ճշմարիտ եւ ծառաները եւ զավակները։ Բայց այստեղ այս երազը վերաբերում է հենց հայ եկեղեցուն, այսինքն Հայաստանի հայերի ողջ հայության եւ Հայաստանի հավատի, քրիստոնեության, ինչպես նաեւ մայրաթորի, այսինքն եկեղեցին որպես շինություն, եկեղեցին որպես ավանդ, եկեղեցին որպես ժառանգություն, եկեղեցին որպես քրիստոնեություն, եկեղեցին որպես կրոն, եկեղեցին որպես հավատ, եկեղեցին որպես մեր կյանքը, կյանքի կերպը, այսինքն ամեն ինչ վերաբերում է հայի, հայկական եկեղեցուն, նրա հավատին։ Եթե այդ իմաստները չլիներ, ես իհարկե չէի առանձնացնի։ Բայց այստեղ Աստված ուզում է, որ ես դա նշեմ, որովհետև ես առաջի անգամը չի, որ ասում եմ, որ Սատանան, ինչպես նաև հակաքրիստոսը ծրագրեր ունեն հայ եկեղեցու հետ կապված, որովհետև մենք ունենք այն, ինչ չկա ուրիշ ազգերի մեջ, մենք ունենք այն, ինչ չկա ուրիշ երկրներում, մենք առաջին քրիստոնյան լինելով, միևնույն է նշանակետում ենք Սատանայի եւ մեր մայրաթոռում կան նյութական եւ ոչ նյութական այնպիսի արժեքներ, որոնք նշանակետում են, որոնց ձգտում է Սատանան եւ ինչպես նաեւ հակաքրիստոսն է ուզելու, որ դրանք իր ձեռքում հայտնվեն հայ հողում, հայ պատմության մեջ քրիստոնեական կան բաներ, որոնք միայն մենք ունենք, մերն է, մենք ունենք ճանապարհ, որ անցել ենք քրիստոնեությունով եւ քրիստոնեության համար, որը միայն մերն է, եւ այդ ամենը Սատանայի հակառակորդն է, Սատանայի թշնամին է, նա ատում է այդ ամենը, ինչ որ կա մեր մեջ, ինչ որ եղել է մեր քրիստոնեության մեջ ու կա մինչեւ հիմա, ինչ որ մենք ունենք։ Ես տեսնում եմ մի երազ, որը վերաբերում է հայ եկեղեցու նյութական եւ հոգեվոր արժեքներին, եւ ես հիմա պատմում եմ դա։ Ուրեմն, ես տեսնում եմ երազիս, ինչպես են երկու մուսուլման տղամարդիկ թաքուն կերպով մտնում մի տուն, որը ես հասկանում եմ, որ դա Հայաստանն էր, եւ այնտեղ նստած էին մեր տատիկ պապիկները, այսինքն մեր նախնիները, այդ նախնիներից եկած մի աստվածաշունչ է լինում, որը որ ես հասկանում եմ, որ դա ինձ է պատկանում, որ դա իմ եկեղեցուն է պատկանում, հայերին է պատկանում եւ դրա մեջ նաև գումար է դրված, բայց ես ուզում եմ հիմա մանրամասն պատմել, ուրեմն պապիկ տատիկներ են նստած, այսինքն մեր նախնիները, ովքեր մեզ ժառանգություն են թողել, հոգևոր ժառանգություն։ Եվ այդ պապիկներից մեկը թողնում գնում է, դուրս է գալիս տնից եւ թողնում է մի աստվածաշունչ։ Ու այդ աստվածաշնչի մեջ նա դնում է շատ գումար, որ հազիվ է տեղավորվում, չի ծալվում, չի փակվում գիրքը։ Նա դնում է այդ գումարը աստվածաշնչի մեջ ու դրա վրա ոսկե փոշի է ցանված լինում։ Եվ դա հանձնում է ինձ։ Նա դնում է ինչ որտեղ, ես գնում վերցնում եմ։ Եվ երբ ես գնում վերցնում եմ, ու ես տեսնում եմ, որ նրանք այդ տան մեջ են, ես այդ տան մեջ եմ, եւ ես հասկանում եմ, արդեն երբ արթնացել եմ, աղոթել եմ, Սուրբ Հոգին ինձ ինչ որ ցույց է տվել, ես դա երազին զուգահեռ պատմելու եմ։ Եվ ես հասկանում եմ, որ այդ տունը Հայաստանն էր, եւ այդ մարդիկ մեր նախնիներն են, ովքեր մեզ թողել են այդ ժառանգությունը։ Կարողացել եմ պաշտպանել, այսպես ասած, եւ թողնել մեզ, հասել է մեզ։ Այդ գումարը, որը որ այդ պապիկը նա սպիտակ մազերով պապիկ էր, բայց նա մի տեսակ նեղացած թողեց եւ դուրս եկավ այդ տնից։ Մենք կարող ենք, յուրաքանչյուրս մեզանից կարող է երևի պատկերացնել մոտավորապես, թե դա ինչ պապիկ է սպիտակ մազերով, ով աստվածաշունչը թողեց մեր երկրի մեջ եւ ինքը մի քիչ նեղացած թողեց, հեռացավ մեր երկրից։ Կարող ենք աղոթել, միգուցե Աստված ձեզ ցույց տա։ Եվ նա այդ գումարը, այսինքն ուզում եմ ասել, նա եւ մարդ է եւ մարդ չի։ Աղոթեք եւ Աստված ձեզ ցույց կտա, ինձ թվում է։ Այդ գումարը ոսկե փոշով էր, օծված, այսպես ասեմ, ամբողջը ոսկե փոշու մեջ էր։ Նա դրեց Աստվածաշնչի մեջ եւ ես վերցրեցի։ Ու երբ ես վերցրեցի, ես հասկացա, որ նրա ցանկությունը այն էր, որ ինչ որ մեկը այդ ամենը պաշտպանի եւ ինչ որ մեկը եղա ես այդ պահին։ Ու այդ պահին ես տեսնում եմ երկու մուսուլման տղամարդիկ ամբողջովին սև հագած մտնում են այդ տուն։ Իսկ տունը դա նորից եմ ասում, մեր երկիրն է։ Մտնում են այդ տուն,
թաքուն, բայց երազումս ինձ Աստված ասում է, որ նրանք մեր թշնամիներն են եւ պետք է շատ ուշադիր լինեմ։ Եվ երբ ես վերցնում եմ Աստվածաշունչը, շատ ամուր եմ բռնում իմ ձեռքերի մեջ, որովհետև երազումս ինձ Աստված ասում է, որ ես պետք է կարողանամ դա այնքան նուրբ ձևով փախցնեմ, տանեմ, պահեմ, որ այդ տղամարդիկ չնկատեն, որովհետև նրանք եկել են դրա հետևից։ Եվ այդ տղամարդիկ ես տեսնում եմ, որ շատ խորամանկ են եւ շատ վտանգավոր։ Նրանք մտնում են ներս եւ առաջանում են մի տեսակ թաքուն գաղտագողի, որպեսզի իրենց առաջանալը, շարժվելը արագ չնկատվի, տեսեք, արագ չլինի, դանդաղ լինի, որպեսզի աչք չծակի։ Ու ուզում եմ միանգամից ասել, որ երբ արթնացել եմ ու աղոթել եմ, Աստված ինձ ցույց տվեց, որ այդ երկու տղամարդիկ մուսուլման, դրանք մեկը Թուրքիան էր, մեկը Ադրբեջանը, նրանցից մեկը մյուսի մեծ եղբայրն էր։ Եվ այդ մեծ եղբայրը Թուրքիան էր եւ երազումս նա շատ վտանգավոր էր եւ ես նրանից շատ մեծ վտանգ էի զգում, բայց իմ ողջ ուժը, իմ ողջ վստահությունը, հավատը Տեր Հիսուսի վրա էր։ Երազումս ես այդ ամենը գիտակցում էի։ Եվ ես, երբ վերցնում եմ Աստվածաշունչը ու այդ փողերը, որ ոսկու մեջ էին լրիվ, երբ պապիկը դնում է եւ հեռանում է, ես այդ պահին տեսել էի, որ դրանք շատ են, ես վերցրել էի, որ փակի Աստվածաշունչը, այն լավ չէր ծածկվել, բայց երբ ես արդեն այն ուզում եմ իմ հագուստի մեջ թաքցնելով փախնել, բայց այնպես որ դրանք չնկատեն, որ ես հասկացել եմ, որ այդ իրենք են իմ թշնամիները ու ես պետք է տանեմ թաքցնեմ Աստվածաշունչը, ես տեսնում եմ, որ Աստվածաշնչի մեջից այդ գումարը, եթե 1 միլիոն դրամ էր օրինակ, մնացել էր չգիտեմ 50,000 դրամ, այսինքն ինձ Սուրբ Հոգին երազից հետո ցույց է տալիս, որ Աստվածաշունչը դա մեր հավատն է, դա հենց մեր Աստվածաշունչն է, դա հենց մեր հավատն է, մեր կրոնն է, մեր քրիստոնեությունը, Աստծո խոսքը մեր, որը մի կերպ այդ մեր նախնիները, չէ, տատիկ-պապիկներ, որ նստած էին, դժվարություններով բերել հասցրել էին մեր սերունդին եւ տվեցին մեզ, ու մենք վերցրեցինք եւ երբ տվեցին, նրա մեջ գումար կար շատ մեծ, ոսկե փոշով։ Դա նյութական արժեքներն են, որոնք գտնվում են մեր եկեղեցում, մեր մայրաթոռում, այնտեղ կան նյութական, բայց սուրբ արժեքներ, իրենք նյութից են, բայց սուրբ են, աստվածային են եւ պատկանում են Աստծուն, Հիսուսին։ Այդ արժեքներից որոշ բաներ չկան, պակասել են, բայց ժողովուրդը չգիտի, որովհետև ես տեսնում եմ դա երազում ու Սուրբ Հոգին ինձ այդպես է բացատրում, երբ այդ պապիկը տվեց, հանձնեց ու գնաց, շատ էր, չէր տեղավորվում Աստվածաշնչի մեջ, բայց երբ ես վերցրեցի արդեն ու հետո նայեցի, ես տեսա, որ չկա, մեծ մասը չկա, ինչ որ բաներ արդեն չկան, բայց Աստծո կամքը ո՞րն է, որ այնինչ մնացել է, մենք կարողանանք փրկել, ինչու, որովհետև եթե պատկերացրեք օրինակ մեր պատմության մեջ, մեր կյանքում, չէ, մեր ճանապարհին քրիստոնեական, ինչ որ մենք կարողացել ենք փրկել եւ պահել, կամ այն նյութական արժեքները սուրբ, որ կան մեր մայրաթոռում, ինչ որ փրկվել է, դա մեզ չի պատկանում, դա իրականում Հիսուսինն է։ Եվ Աստված ուզում է, որ եղածը մենք գոնե փրկենք, պահենք, ինչու, որովհետև ասում եմ, ուրիշ ժամանակ եմ ասել, հակա Քրիստոսի աչքը, հասարակ բառերով ասած, դրա վրա է, նա երազում է, երբ որ նստի իշխանության, շատերին կարող է абսուրդ թվալ, գիտեք իմ ասածը, որովհետև հակա Քրիստոսը ինչի պետք է օրինակ Հայաստանի մասին մտածի, հենց Հայաստանի մասին պիտի մտածի, ես էլ երբ առաջին անգամ Աստծուց իմացա դա, ես զարմացած էի, նրա աչքը դրանց վրա է, նա ուզում է իր ձեռքի մեջ դրանք հայտնվի, բայց դա թույլ չտալու Աստված։ Հիմա Հիսուս ուզում է, որ այն ինչ որ մնացել է եւ հոգեվոր եւ նյութական, մենք կարողանանք պահել։ Հիմա ինչ է ցույց տալիս ինձ Տերը երազում, շարունակում եմ։ Այդ երկու տղամարդիկ այդպես գաղտագողի առաջանում են եւ ես այդ Աստվածաշունչը մի կերպ այսպես պահելով հագուստիս մեջ ու ես վերարկուով էի։ Վերարկու նշանակում է պաշտպանված եմ ես։ Բաց գույնի սպիտակավուն վերարկու էր ին վրա ու տարբեր գրպաններ ուներ եւ ես ուրախանում եմ, որ տեսնում եմ գրպաններ կա, բայց չեմ կարողանում թաքցնել, որովհետեւ նրանք իմ ամեն շարժին հետևում էին։ Դա նշանակում է, որ մեր թշնամիները մեր յուրաքանչյուր գործողությունը գիտեն եւ հետևում են։ Չէի ուզում կտրուկ շարժումներ անել, որ նրանք իմ ձեռքում չտեսնեն ոչ մի կերպ Աստվածաշունչը, ու ես սկսում եմ փախնել ու ավտոբուս է հանդիպում ինձ, ես նստում եմ այդ ավտոբուս, բայց
այդ երկուսը հասցնում են նստել ավտոբուս եւ մեծ եղբայրը կանգնում է հենց իմ թիկունքին, մեջքիս հետևում եւ սկսում է շնչել ծոծորակիս վրա եւ ես երազումս զգում եմ նրա շնչառությունը իմ ծոծորակի վրա։ Դուք պատկերացնում եք, դա Թուրքիայի շնչառությունն է Հայաստանի ծոծորակի վրա։ Նրանք իմ կողքին են, բայց ուզում են ցույց տան, թե իրենք ուղակի մարդիկ են, որ կանգնած են իմ կողքին, ոչինչ, բայց ես գիտեմ, երազում ինձ Աստված արդեն զգուշացրել է, որ դրանք երկուսը իմ թշնամիներն են։ Ես պետք է կարողանամ Աստվածաշունչը փախցնեմ նրանցից։ Եվ ես վախ եմ զգում, բայց այդ պահին երազումս մայրս հայտնվում է կողքիս, եւ երազից հետո ինձ Աստված ցույց տվեց, որ դա նրա պաշտպանությունն է, մայրս չէ, որ իմ ծնողն է։ Եվ ոչինչ չէր խոսում, մայրս ուղղակի կողքից կանգնած էր եւ ես պաշտպանված էի ինձ զգում։ Դա Աստված է, որ մեր կողքին կանգնած է։ Եվ ավտոբուսը կանգնում է, ես իջնում եմ ավտոբուսից եւ վախենում եմ վազեմ, որպեսզի այդ կտրուկ գործողությունների պատճառով նրանք ինձ չվնասեն ու Աստվածաշունչը չվերցնեն։ Այդ պահին կարծես Հայաստանն եմ, հայ ժողովուրդն եմ, որ վախենում է ինչ-որ կտրուկ բան անի, որպեսզի նրանց ուշադրությունը այնքան չգրավի, որ նրանք հարձակվեն մեր վրա։ Ես սկսում եմ մանր արագ քայլելով գնալ այնպես, որ նրանք չհասկանան, որ ես ամեն ինչ հասկացել եմ, ու հասնում եմ մի տեղ, որտեղ ես էլի հայտնվում եմ արդեն իմ հարազատ տան մեջ, ու այնտեղ պահարան է դրված, ու ես մեջքով կանգնում եմ, ու այդ Աստվածաշունչը ինչ կերպով եմ կարողանում դնել այդ պահարանի մեջ եւ նրա մեջի այդ ոսկեզօծված գումարը պահել պահարանի մեջ, թեքվում եմ, տեսնում եմ, որ նրանք չեն նկատել այդ ամենը։ Այդ պահին արթնանում եմ, եւ երբ արթնանում եմ ու աղոթում եմ ու Աստված ինձ ցույց է տալիս, որ դա Թուրքիան եւ Ադրբեջանն է, բայց ես արդեն դե ձեզ այդ ամենը պատմեցի, բայց ես հարցնում եմ, դե ինչու, ինչ, բոլոր հարցերս չեմ պատմի հիմա, ու Աստված ինձ ասում է այսպես, Սուրբ Հոգին բացատրում է, որ մենք մտածում ենք, որ նրանք մեր հողերն են, չէ՞ ուզում, բայց ինձ Աստված ասում է, որ նրանց երազանքը, նրանց երթվյալ երազանքն է, որ նրանք հասնեն մեր հավատին եւ հասնեն մեր մայր աթոռին եւ հասնեն մեր քրիստոնեության եւ կարողանան վերցնել մեր ձեռքից, հասկանում եք, ուզում են վերցնել մեր ձեռքից, ուզում են գողանալ, բայց նրանք դա ուզում են անել աննկատ, այսինքն, տեսեք, նրանք մտան տուն, մտան երկիր, չէ, առաջացան, իրականում այդպես էլ կա, նրանք մտել են մեր երկիր եւ առաջացել են, բայց նրանց ծրագրերը հիմա այլ կերպ էին, նրանք ուզում են հասնեն մինչև նրան, որ մեզանից մեր հավատը խլեն եւ իրենց ձեռքը հասցնեն մեր ամենասրբությանը, մեր եկեղեցուն, մեր հոգևոր եւ նյութական սուրբ արժեքներին, բայց ուզում են այդ ամենը անել գաղտագողի, հասկանում եք, գաղտագողի, այսինքն մենք մտածում ենք, որ միայն մեր տարածքներն են, այնինչ նրանց համար դա մեծագույն ձգտումն է, մեծագույն երազանքն է, չգիտեմ, երթումն է, ինչ ասեմ, որ նրանք ուզում են իրենց ձեռքը հասցնել միջև ամենասուրբ տեղը մեր։ Եվ երբ այդ ամենը ինձ Սուրբ Հոգին բացատրում է, եւ նրանք դա անում էին, ասում եմ, գաղտագողի, այսինքն մենք իրենց շարժը տեսնում ենք մեր երկրի մեջ, բայց նրանք իրենց երկրորդ միտքը եւ նպատակը ունեն, ուրիշ տեղ հասնել, ուրիշ բան վերցնել, ու երազում ես պետք է ամեն կերպ փախցնեի Աստվածաշունչը եւ այդ նյութական արժեքները եւ պահեի, որոնք որ եկել էին մեզ մեր նախնիներից, պաշտպանել, բերել, հասցրել էին մեզ։ Ու երբ Սուրբ Հոգին ինձ այդ ամենը բացատրեց, ես աղոթեցի, հարցեր եմ տալիս, բայց հիշում եմ մեկը, որ ասում եմ. Տեր Հիսուս, բա մենք ինչ կարող ենք անել, բա ոնց պիտի անենք, որ ոնց երազում տեսա, որ Աստվածաշունչը ես կարողացա թաքցնել նրանցից, ու այդ մեջի այդ ոսկեզօծված փողերը, գումարը, իսկ փողն ու գումարը հենց այդ նյութական արժեքներն էին, հասկացեք, նյութական, բայց սուրբ, օրինակ հիշեք Գեղարդը։ Երբ հարցրեցի, իսկ ինչ պետք է անենք, ոնց պետք է անենք, ես այս ամենը տեսա, ինչ կարող ենք անել, իմ Տեր Հիսուս, ու քնեցի։ Գիտեք, բայց մի ֆազա կա, չէ, մի փուլ կա, չէ, քնի, երբ մարդը դեռ քնած չի ամբողջովին, բայց արդեն արթունել չի, երևի բոլորից ծանոթ է։ Ու ես այդպիսի վիճակում եմ, դա երազ չի, արդեն դա տեսիլք է, երազատեսություն է, տեսիլք երազում, երբ ես տեսնում եմ մեր ժողովրդին,
բայց մեր ամբողջ ժողովուրդը չէր այնտեղ, այն ժողովրդի հատվածներ, ովքեր քրիստոնյա էին։ Դա մի մեծ խումբ էր, բազմություն էր, բայց մեր ժողովրդի քանակի համեմատ այդքան մեծ չէր։ Դա վերաբերվում էր մեր բոլոր հավատացող քրիստոնյա հայերին, բայց ես հասկանում եմ, որ միաժամանակ դա ուղղակի մենք ենք, հայերն ենք նաև բոլորս։ Ուրեմն ես տեսնում եմ այդ բոլոր մարդկանց հավաքված են ու Տեր Հիսուս Քրիստոսը մեր կողքին է, եւ ես նայում եմ նրան ու հասկանում եմ, նա չի խոսում, նայում է ինձ եւ ես հասկանում եմ, որ դու ինձ հարց էիր տվել, դու ինձ հարցրեցիր, Տեր, ինչ կարող ենք անել մենք։ Ես էլ ասում եմ քեզ, ես ձեր կողքին եմ ու ես կպաշտպանեմ ձեզ։ Նա Հիսուսն է ինձ ասում, այսինքն ես հարցրեցի քնելուց առաջ Տիրոջը, բա ինչ անենք Աստված, ո՞նց հանենք, ինչ հանենք։ Ու այդպես քունս տարավ նորից որ քնեմ ու ես տեսնում եմ այդ տեսիլքը արդեն հայեր, հայ քրիստոնյաներ հավաքված ու Հիսուսը նրանց հետ էր։ Ես չեմ հիշում, մեջտեղում էր կանգնած երևի բոլորիս, այդպես չեմ հիշում, բայց շատ պարզ եմ հիշում։ Ու մեր հագուստները ուրիշ էին, ես դա էլ եմ հիշում։ Կարծես առաջվա, չգիտեմ, Քրիստոսի ժամանակների առաջվա այդպիսի հագուստներ լինեին մեր հագին ու այդպես իմացություն էի ունենում, որ դրանք հավատացյալ մաքուր քրիստոնյաներն էին ու Հիսուսը մեր հետ կանգնած էր ու ես նրան նայում էի եւ նա առանց խոսելու շուրթերի նա ինձ ասում էր, որ ես ձեր հետ եմ։ Հիշում ես դու ինձ ինչ հարցրեցիր, չէ՞, ես հարցրել էի ինչ անենք։ Ես ձեր հետ եմ, ես ձեզ կպաշտպանեմ։ Բայց այդ պահին արդեն ես երազատեսության մեջ ասում եմ Հիսուս, բայց մենք արժանի չենք քեզ։ Հիսուս, բայց մենք արժանի չենք քեզ։ Արժանի չենք, որ դու այդ ամենը անես մեր համար, բայց Հիսուս ինձ ոչինչ չի ասում։ Նա շատ թույլ բարի ժպիտի պես ինչ որ մի բան կա նրա դեմքի վրա, որ ժպիտել չեմ կարող անվանել։ Տեսակ ինչ որ մի տխրություն էլ կար, չեմ կարող փոխանցել։ Նա ոչինչ չի ասում ինձ, բայց ես հասկանում եմ, իմացություն եմ ունենում, որ նա ուզում է նրանից դա եմ ստանում, որ Հիսուսը հավատարիմ է, Հիսուսը հավատարիմ է, նա չի թողնում իրեններին, նա չի թողնում։ Ու այդպես արդեն մի հատ էլ եմ արթնանում լրիվ, մտապահում եմ ու քնում եմ։ Միգուցե մի քիչ երկար ստացվեց, բայց ես աղոթում եմ միշտ Աստծուն, շատ եմ աղոթում, որ իմ շուրթերից դուրս գա այն ամենը, ինչն իրենն է եւ իր կամքով է։ Եվ պատմեցի այսպես ինչպես որ Աստված կամեցավ, որպեսզի հասկանալի լինի։ Այսքանը։